Սկսենք Աջափնյակում տեղի ունեցած վերջին արյունալի դեպքերից։ Երևանի Աջափնյակ թաղամասում փոխհրաձգություն է եղել։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Առողջապահության նախարարությունը հատնում է 7 վիրավորի եւ 1 սպանվածի մասին։ 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը կայուն ծանր։ Բժշկական կենտրոնից հայտնում են, որ 3-ի վիրահատությունն ավարտվել է։ Մյուս վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական տվյալով նրանք բոլորը 30-ից 35 տարեկան են։ Րոպեներ առաջ ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ սպանվածը 45-ամյա ԱՎ-ն է։ Վիրավորներին դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։ Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակիցների ամբողջ շրջանակը։ Փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Էպիկենտրոնի նկարահանող խումբը բժշկական կենտրոնում հետևել է ուժայինների գործողություններին։ Վիրակոցների ականատես են եղել շենքի ու բակի բնակիչները, լսենք նրանց։ Ձայները լսեցին լուսամուտը տեսան բավական մեծ թվով երիտասարդներ մեր շենքի դեմով անցան։ Անցան երբ էսենց թեքվեցին, բայց չգիտենք որ այստեղ է դեպքը։ Իսկ ճանաչում եք երիտասարդների։ Չերևերից է ձայնը, քանչե։ Ուրեմն տեսանք երեխեքը դաշտում վախեցավ, փախան այդ երեխեքը։ Ձեր թաղամասի բնակիչներ չէին առաջին հայտարարությունը։ Դուք չնայեցիք այդ, ասի մոտ չեմ կարող ասել։ Ավտոմատիկ ձայները որ ով է լսել, զարմացան, խաղա օրվա կենտրոն օրը ցերեկով ավտոմատիկ ձայն։